Բարև ձեզ հայեր ջան։ Այսօր շատ չեմ խոսա, շատ նկարներ ցույց կտամ ձեզ։ Այնեն չի, որ Էփշտեյնը միայն Ամերիկայում ունի ցուցակը։ Ֆիլիալները, բոլոր երկրները իրանց ֆիլիալներն են, ժողովուրդ ջան։ Հիշում եք, ասում էի, որ փոստփորողը Աստծո օրենքներով ինքն անգնելու վերջում փոսը։ Գիտեք, 2018 թվին ջհուդները, որ թլպատված Փաշինյանին բերեցին իշխանության, երբ որ վեհապարը չստորագրեց էկումենիկ պայմանագիրը, որ Հայաստանում այլասերվածները, նույնասերականները իրավունք ունենան ամուսնանալ օրինական և պսակվեն եկեղեցիով և նիմնոգը նիմալը իրավունք ունենան պադարակ կատարել, խորանելն Աստծո խոսքը մեզ քարոզել։ Դրանից հետո ուղիղ մյուս օրը սկսվեց Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը։ Տեսան, որ ժողովուրդը չմասնակցեցին, չմիացան, մի ժամանակ դա տարածվեց այս խայտարկությունը, վերջերս նորից սկսվեց։ Նպատակը վեհապարին հանեն, եկեղեցին իրանցով անեն, էռատոյին բերեն, սարքեն կաթողիկոս, գրելա չէ պոստը Թուրք Փաշաևը, որ մայրատորա գրված, ուրեմն ոչ թե հայրապետ պետք է նստի, այլ մայրապետ։ Դրա համար փորձեցին վեհապարի անվան հետ խաղալ, որ աբորենի իբր թե երեխա ունեն։ Լիքը խոսացինք, լիքը ապացույցեցինք, լիքը պահանջեցինք, որ ապացույցեք, ասելով չէ, գեներալ Մանվելի գլխին տուշոնկի գործը սարկեցիք, այդ մարդու գլուխը կերակ, սարկելով չի։ Եթե 2018 թվին ժողովուրդը չէին հասկանում ինչա կատարվում, հիմա քաջ տեղյակ է։ Ու ինչ ստացվեց ժողովուրդ ջան, 3 միլիոն ֆայլ, որ այլասերվածները հենց իրանք են, տարածվեց աշխարհով մեկ, տրաքցրեց ուղագի ինտերնետը, տարօրինակ բան է կատարվում Հայաստանի քաղաքական դաշտը, լուր, ծիխը կակ в տանке, ամբողջ աշխարհը ցնցված է, ամբողջ ինտերնետը տրաքվում է, Հայաստանի քաղաքական դաշտը լուր։ Բա 6 ամսուց ավել հոդվածը, կարտացի վերջիս լայվը տեսել եք ժողովուրդ ջան, որ Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը, բարձր ղեկավարները, պաշտպանության նախարարի տեղակալ, ոստիկանապետը զբաղված են Հայաստանում պեդոֆիլիայով։ Ամեն գողացած երեխեն 5-ից 10,000 $ արժեք ունի։ Լուր, ապոզիցիան լուր, էտենց Նիկոլի դեմ է պայքարում, էտենց ՔՊԱ-գանի դեմ է պայքարում։ Լուր, մի հատ աղմունք չեմ բարձրացնում, թե այս Հայաստանում ես ինչ է կատարվում, լուր, այտենց պայքարում են, Մագդան, որ ապացույցում է, որ ապոզիցիան կեղծ ապոզիցիա է, թե պարլամենտական, թե պարլամենտից դուրս, նույն խաղն են խաղում, ելնում են բոլոլա են անում, Մագդան Նիկոլագանը,
Ապոզիցիայի դեմ է։ Ասում եմ կես բառ ասած կամ գրված։ Իօկուտ Նիկոլին ցույց տվեք կողեք աչքս։ Դուք սաղը ծելնում եք, ասում եք ներողություն, սխալվել եք, Մագդան չի սխալվել, առաջի օրվանից կռիվ է տալիս։ Մագդային ուղղակի ժամանակ էր պետք հասկանան, որ ապոզիցիան նույն խաղն է խաղում։ Մագդան առաջի օրվանից Նիկոլի դեմ կռիվ է տանում։ Բա այդ ո՞նց է, այդ հոդվածները սենց ոչ տեսնում եք, ոչ զանգերն եք հողանջում, ժողովուրդ հլելեք տեսեք ստեղ ինչ է կատարվում։ Самое главное в конце не выйти на самих себя. Բա հիմա եթե Էփշտեյնի ցուցակը ելնեք բոլոլա անեք, в итоге выйдете сами на самих себя. Են ինչ որ մենք հայերովս աբացույցում ենք, որ ամբողջ քաղաքական դաշտը եւ իշխողը եւ ապոզիցիան նույն թուլեկն են, նույն այլասերված ջվուդներ են, բոզեր, գողեր, պիդաֆիլներ, հարունախում, մարտասպան ջվուդները, որ սա նույն թուրքերն են, նույն քրդերն են, նույն ազերներն են, հայախոս են, բան չեք լռում, մեր ասածը կապացույցվի, իհարկե դուք ձեր դեմ բոլոլա չեք անի, սաղըց նույն եք, սաղըց Էփշտեյնի ցուցակն եք, ժողովուրդ ջան, ես այսօր 0,000% վազվզողների ընդամենը նգարները ցույց կտամ ձեզ, կանեմ են ինչ որ Էփշտեյնի ֆայլերն են, ուղղակի նգարները ձեզ ցույց կտամ, դուք ձեր աչքով տեսեք ինչա կատարվում, ասեմ ձեզի, Facebook-ում, սոցցանցերում ժողովուրդ ջան, ինչ կան դուք տեսնում եք, 99% իրանք են հենց աշխատում, իրանք են աշխատում, Facebook-ում ձևավորվել է հայերի խումբ, այդ մի տոկոսը ամբողջ Facebook-ից մենք բլոկել ենք իրանց աշխատանքը Facebook-ում, Facebook-ով էգան քանդեցին մեր երգիրը, Արցախը տվեցին, մի տոկոսը հիմա, իսկական հայերի, հիմա չի թողնում, որ իրանք գործանեն Facebook-ում, մենք բլոկել ենք իրանք Facebook-ի պլաշատկեն, հիմա ես ձեզ ընդամենը ցույց կտամ նկարները ու կողից կարող եմ մի քանի նախադասություն, ժողովուրդ ջան, կզարմանաք, Ավետ Բարսեղյան, խնդրեմ, Սերժիգի, Ռիտա Սարգսյանի աչուձախ ձեռը, խնդրեմ ժողովուրդ ջան, Գորժ Գայլերի նշանով, Հանրաչանան չնազելի, խնդրեմ, գիտեք որ քուրդ է, նազելի մոր քուրդ է, խնդրեմ, Նազելին ու Ավետ Բարսեղյանը, այ այս նշանը այդտեղ ինչ է, ճիշտն ասած չգիտեմ, բայց իրանց նշաններից կլինի, այս նշանը, իմացողը կարա ինձ գրի, որ հասկանանք, այս Գորժ Գայլերի երջանիկ ձևով, Գորժ Գայլերի նշանով մեր կուլտուրայի բնակավայրի մտավորականներն են, ժողովուրդ ջան, սա Նազենի Հովանիսյանն է, կինոյի մեջ, կարան ասեն դե կինոյը, հիմա կասեն,
լեսբիների դերումը, աշխարհին ներկայացնում են, որ հայերը ոչ թե իրանք են քուրդ ու ջվուդ ու թուրք, թաքնված հայի ազգանունի տակ, այլասերվածությունով են զբաղվում, ժողովուրդ ջան, աշխարհին ներկայացնում են, որ հայերը լեսբի են, մնացած երիտասարդներին էլ, հայ երեխեքներին, քյավտար հալին, այդ զոզոն, լեսբիանստվա է պրոպագանդա անում, խնդրեմ, որ դա նորմալ է։ Մի բնակավայրի էսա, կուլտուրայի բնակավայրի նայեք։ Մինչև հիմա Նիկոլա գովում։ Յոժնա, մետրոյի մեջ բռնցրել եմ, շանոր եմ քծե, ժողովուրդ ջան, ոստիկանները տեսել են, ձեն չեն անի, գիտեմ պատկերն ինչա։ Այս գույնավոր տրուսիկն էլ որ քաշել է գլխին, նայեք։ Երևի իրանց գույնավորների սիրո հեղափոխությունը, որ արեցին, ի նշան դա է։ Ախ, նայեք ինչ, սկրոմն է, նայեք, մազերը երկար, սպիտակ սարոճկով, Տատևիկ Վիրաբյան, Տատև Արցախ, ուրեմն պատերազմի հետո, կարծեմ 30-ամյակներ անկախության, ուզում էին մի հատ բախում անեին, մի հատ Արմեն Գրիգորյան կա, որ սատկել է, ուրեմն ասեցին տարբեր խաչերով, հայեր, ստեղ սև պավյասկա, մենք կբաժանենք, ուզում եք արևչականների խաչը, ուզում եք քրիստոնյաների խաչը, ձերքերից կապեք, արեք հրապարակ։ Իլանք բոլոլան արեցինք, որ ոնց որ Սումգայիթում հայերի դռներին խաչ էին նկարել թուրքերը, որ իմանան հայերի տները որն են, տալիս են հայերին խաչ նկարեն, խաչը կապեն թևին, որ պակիստանցիներին բերել են, հարձակեն մեր վրա։ Տատև Արցախին, Տատև Արցախ էր կոչվում են վաղտ, հիմա Վիրապյանը, ուրեմն երկար յուբկա հագցրեցին, մի օրվա մեջ մի քանի տաղավար ֆռցրեցին, ժողովուրդ ջան, որ Տատև Արցախը որպես զոյվածի քուր կանչում էր, ներկայացրին, որ ինք, գիտեք ինչի դուք չեք ճանաչում իրան, Facebook-ում մի քանի էջ ունեցել, սաղ թուրքերը ջարդել են, քանի որ արցախցի է, սաղ ջարդել են, բա Տատև Արցախ էջը ոնց չջարդեցին, որ Արցախ է կոնկրետ գրված, թուրքերը իբր թե չեն ջարդեն, որ ինքը մենց պայքար է տարե Արցախի համար, էլավ ինչ պրոպագանդա արեց խոսած, աղբերը զոյվել էր Քարվաճարում կռիվել չի եղել ժողովուրդ, այնտեղ ռումբ չի հասել, որ ինքը Արայիկ Հարությունյանին դիմել է, որ հայությունը հանեն Արցախից, հայաթափի պրոպագանդեն դեր պատերազմի օրերին էին սկսել, ուրեմն երկար յուբկով, բոլոր տաղավարներով, մի օրվա մեջ մի ենենց PR արեցին, կանչում է հայերին, արեք հրապարակ ի պաշտպան Արցախին, Տատևիկ Վիրապյան, հիմա նայեք, սեն շատ սկրոմն է նայեք, շատ, կամսամոլսկի, կոմունիստա լրիվ, սենց, չոր ու ցամաք, եկեղեցիներն են պաշտպանում, նայեք, ակցիաներ են անում, իբր թե հայ են, նամուսով են, եկեղեցիներն են պաշտպանում, կաթողիկոս են պաշտպանում, ստեղ Սոնագիկյան, բան, սենց, գիտեք, հատ հետո կպատմեմ, ես պիտի
սիրիալի ոնց որ իրանք են պոլիտիկսկի սիրիալ խաղում, հիմա ես եմ սիրիալ անելու, բոլորի պատկերը, այսենց ես քիչ-քիչ ցույց եմ տալու ձեզի։ Շատ ենք տարածել ժողովուրդ ջան, քանի որ լայվերը ջնջում են, էջերս ջահարտում են, повторение мать учения։ Հիմա պետք է ով որ չեր պատկերացնում, մենք գոռում էինք, չէին պատկերացնում, հիմա արդեն վերջապես հասցրել ենք հայ ազգին եւ աշխարհին ինչա կատարվում, մեր ասածը ապացույցվեց Էփշտինի ցուցակով, հիմա էլ չեն կարա, ոչ բռում են, ոչ գղում են, ոչ զռում են, սուս նստած են, բա հիմա եթե Էփշտինի ցուցակը բոլորան են, կպարզվի, որ Մագդան ճիշտ էր, հայությունով ճիշտ ենք, ինչքան բոզ ու գող կա նստած են քաղաքական դաշտը։ Վայ, աչքերս քորանա, նայեք, կատիլային սիստեմի տակ պարկածա, ուրախ, սվարդ, մի հատ իբր թե Բաղրամյանի վրա շաշկեք են տրակցրել, ինքն էլ տրակվել ա վրեն։ Հələ նայեք ես, դուք տեսել եք սենց տրակված, հեռախոսը ձեռը, ժպիտը դեմքին, սենց, ոդի տակ շորը փրած, տամատը լցրել է, իբր թե այդտեղ ոդը տրակվել ա։ Եթե ստեղ խինկը շաշկի վրա տրակվեր ժողովուրդ ջան, իրանից բան չէր մնա։ Չէ ինքը պարգածա, նայեք, ահա, հեռախոսի մեջ, նայեք, ահա, մաքուր, շաշկի վրա են հենց ա տրակվել, որ հակած շորերը անգամ ոչ կեղդոտվել են, ոչ ճղվել են, էսա, նայեք, ակուրատնինկը, ճիստինկը, տեսնում եք, այդ են շաշկի վրա տրակվում են ժողովուրդ ջան, դիմավոր շաշկի վրա տրակվել ա, ոդը արնլվիկ ա եղել, բայց ինքը, նայեք, մամուլը ոնց ա պիարանում, գրիչ են դրել ձեռը, պրոշները լցրել են, բերանը բացվել ա, ատամներին նայեք, ջվուդագան, դեգեներատիվ, քանի որ ինցեստայով բանով են ցրտվել, բոլորը կամ ֆիզիկապես, կամ հոգեպես ուղեղը իրանց ցնորված հիմարներ են, կամ համեն, վայ, էսի Նայրա Զոյրաբյանն ա գրել, հոդված, որ կալանքի տակ գտնվող Տատևիկ Վիրաբյանը զոյված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քույրն է։ Ուրեմն, երբ որ 40-ը Արցախը առաջի պարտիան կապիտուլյացիան մեր գլխին փաթաթեցին, երբ որ 40-ը լրացավ, նկարն են գտե էջից, ոնց ա ենք տժում սրճարանում, աղբերա մահացե, Արցախ ենք հանցնե, Արցախ են հանցնե, Արցախի համար կռիվ տվողը, Արցախը ընդամենը 40 օրը հանցնել են, 40-րդ օրը մի հատ Երվանդ Գևորգյան կա, լկտի բերանով, ապոզիցիայա, պարզվեց դրա նկարներն էլ դրել ենք ոնց էր Վանո գովում, ուրեմն ինքը մի հատ Բագրատունի, Նվեր Բագրատունի, եթե չեմ սխալվում, Գալանդիայից խոսածող բլոգերի բրթե իրավաբան էր, Տատև Արցախը, մի հատ էլ Վոլժսկիից Գրաչյա Ներսիսյան, իբր թե գեներալ Մանվել էր պաշտպանում։ Նստած են սրճարանում, մարդիկ քեֆ էին անում, այտենց պատրիոտ են, այտենց սիրտա ցավում, այտենց աղբերա իբր թե զոյվել, երբ որ այդ ամեն ինչը էլա խոսածի, էլան ասեցին, որ աղբերը էս պատերազմում չի զոյվել, բայց ինձ ասին, որ Եռաբլուրում թաղում ա եղել վերջերս։ Էն 44 օրվա պատերազմին ա զոյվել։ Նայեք, Նայրա Զոյրաբյանը
գրել է, որ Տատև Արցախը կալանքի տակ, սա դատարանում է ժողովուրդ, ուշադիր նայեք նստարաններին, տեսնում եք, հələ դուք նայեք նստարաններին, ոնց է փռվե, ոտերը նայեք, նստած չի, ոտերը փռել է ուրախ զվարց, դատում են իրան հետ հենց, ստեղ որ նայեք, չգիտեմ ոստիկանա թե ինչ որ մեկը զարմացած, երևի թե ոստիկանա, ոնց որ պագոն է երևում, նայեք, զարմացած նայում է իրան, ոնց է ինքը փռվե, դատարանի նստարանի ժողովուրդ ջան, ես ոտերը նայեք, փռվել է, այդ էս դադա կնում ժողովուրդ ջան, ձեզ ասում եմ, ձեզ խապում են, շարունակությունը նայենք, ես էլ նկարել են, իբր թե ինք Արցախում կռիվ ա տվել ժողովուրդ ջան, իրական դեմքն եմ հիմա ցույց տալիս, չընկնեք հայեր ջան, նայ, տեսակ, անյուբկա, դրա համար երկար յուբկա էին ակցրել, որ նամուսով հայի տպավորություն թողնեն, նստած է երեխու կողքը, առանց յուբկի, նայ, տեսնում եք, Էփշտեյնի ցուցակը տեսնում եք ժողովուրդ ջան, սա Տատև Վիրաբյանն է, Տատև Արցախն է, նայեք, ըստ իրան երկու մոդիկ ընկերուհու, ունի երկու զավակ, անգամ չգիտի իրանց հերերը ով են ժողովուրդ ջան, բացարձակ, հասկացաք ինքի Հայաստանում Էփշտեյնի ցուցակի ձեն չեն հանում, կաբացույցվի մեր հայերիս ասածը, որ սաղ Էփշտեյնի ցուցակ են իրանք, իշխողներն էլ, ապոզիցիոներներն էլ, դալշ են գնում ժողովուրդ ջան, եսի ձեզի մի ցուցակ, հիմա ձեզի երկրորդ ցուցակը ցույց կտամ, սա իբր թե զենք արտադրող գիտնական զենքեր արտադրում, նայեք Հայաստանում, չեմ զարմանա, որ իմանամ, որ փողեր են լվացնում, իբր թե զենք են արտադրում, ով է ինքը Գորսկի եվրեյ, Բաքվից, Ռուսաստանի չոլերը ընկած, խուժան, սատանիստ, հեսա նկարը ցույց կտամ ձեր ժողովուրդ, եսի ինքն է ջայել վախտ, նայեք, տեսնում եք, ես է իրան նկարը, նայեք, եսի, հիմա ես ձեզ գխոշորցնեմ կողքի կայնածների դեմքերի վրի արունները, նայեք, նայեք, տեսնում եք, նայեք, Գոռամատունի, իբր թե զենքեր են հորինում, զենքեր են Հայաստանում արտադրվում, ամբողջ սփյուռքահայությունից թե ինչքան փող են հավաքել մեկ Աստվածը գիտի, ինչքան պետական բյուջետից են դուրս գրում, ամենահեշտ գործն է, պատերազմ եղավ, սաղ ծխեցին թուրքերը, եթե Արցախում մեր տղեկներին ասել են նահանջեք, զենք չտրաքցնեք, եթե զինանոցներից ընդամենը կալաշնիկով են տվել, լուրջ զենքերը չեն էլ հանել, եթե մենք ամեն ինչ այնտեղ ունեցել ենք ու չեն հանել, հանձնել են թուրքերին, Հայաստանում զենք են արտադրում հայերի համար, դուք հավատացիք, որ Են Սերգեյ Շակարյանցն իրան պատից պատ է տալիս, Հնդկաստանի հետ պայմանագիր, արդեն վերջերս ձև թափեցին, որ եկել են պաշտպանության նախարարությունով, բանով ստորագրում են պայմանագիրը, հնդիկները պրիչոմ, Իսրայելը մեզ օգնում է, գիտեք,
չերես Հնդկաստան մեզ զենք կա տալիս, ենենց գաղտնիք կա գրումա բոз, պետական, վայելնի, գաղտնիք հոդվածներ են գրում, որ գիտեք չերես Հնդկաստան, ասմա չերես աշտարակ Մոսկվա, մեզ զենք կա տալիս Իսրայելը, որ մեր աչքը մտնեն էլի, արդեն մեր կողմից են, լուրջ, էդի առանցին գխոսամ ժողովուրդ ջան, ոնց կարան մեզ սպանողները առաջնահերթին Израиль ինչ зекуцեց, и только благодаря интенсивным поставкам Израилю оружия Азербайджану удалось победить Арцах. Դուք են սև տրճելի Ավետիսյանին եք լսում ու մնացածներին, որ Իսրայելը մեզ օգնողն է, ժողովուրդ ջան, ես առանցին կխոսամ այսօրվա թեման ուրիշ եմ ուզում անեմ, որ դուք ձեր աչքովը տեսնեք Էփշտոնի ցուցակը Հայաստանում, սա գորամատունին էր, ժողովուրդ ջան, գնացինք դալշ, դուք տեսել եք այսենց պայքարող, օպերայի դեմն են նստած, նայեք, ձերը որտեղ է, ձերը Բադասյանն է, որ Հայկ Խանոմյանի հետ Արայիկ Արությունյան բերեցին հիմա էլ իշխանության, Էլավ են, որ ցույց արեցինք հունվարի 28-ին, որ Նիկոլին պիտի ջարդ ու փշուր անենք, նախորոք ջվուտներով ցույցը կիսել են, բոլոր անսարկին Հայկ Բադասյանը գնանց ասեց, որ Նիկոլին պիտի սպանի, ահա, ու չեմ բռնե միջև հիմա, Նիկոլին պիտի սպանի ու չեմ բռնե, բաց ասեց, սպանողը միանգամից սպանում է, չի գնում ասում, հայտարարի նա կամերու, որ Նիկոլին պիտի սպանի, Պաչիմուտը տերդերները չեն ասել, որ Նիկոլին պիտի սպանեն, տերդերներին, բայց բռնում են, նայեք ուրա ձերկը, էսի կնիգա, ահա, նայեք, էսի կնիգա, իմն ու ձեր կյանքի Հայաստանի մեր երեխեքների համար կռիվ տվողա, էսի լուրջ տղամարդ է, էսի հայա, ձերը կողելա ճվերի մեջ, նստած են օպերայի դեմ, ասել խոսալով, ցույցեր են անում, ի պաշտպան Հայաստանից, Հայաստանը սրանցից է պետք պաշտպանել, ժողովուրդ ջան, ազգը էս այլասերվածներից, նայեք, մեր փողերով զղտգվել են, նայեք, փռվել են, օպերայի դեմ ցույցեր են անում, գնացինք առաջ, ով է խոսում, գիշեր ցերեկ, մեր եկեղեցու ու կաթողիկոսի դեմ, Սահակ Գալստյան, նայեք, նգարը էսա, նայեք ով է դրած էջին, քորը, հանրաճանանչ նգարա, սիգարետը բերանը, Երբ որ էլա խոսացի քորի քրոջ, քորի մորքուրի տղենա, Էլավ մտավ լայվ, ասեց Մագդան սատանայա, Մագդան չլսեք հանկարծ, փաստը դրել է, թե սատանեն ով է, Էլել էր խոսում էր, որ Մագդան սատանեն է, կաթողիկոսի համար բերան էր ճղում, որ երեխա ունի, տեսակ, ամբողջ աշխարհով խայդարակ եղան, 3 միլիոնանոց ֆայլերը դրեցին, համ գող են, համ բոզ են, համ մարտակեր են, համ երեխա բռնաբարող են, համ երեխա ուտող են, համ մարդկանց սպանող են, եղավ փոսպորողն իրանք ընկան, հիմա նայեք սրա քորի նգարը հանեց, խաչ խպեց, իբր թե քրիստոնյա է, հիմա ուշադիր նայեք, Փիլոնազուրկ եղած հոգևոր է, այս են ջվուտներով մտել են մեր եկեղեցին, Փիլոնազուրկ եղածը, ասեմ իմանաք, որ քորը ոչ թե միայն մատենադարանում աշխատել ժողովուրդ ջան, նաև դասավանդելա մեր ճեմարանում, երևի խելքի են եկել ժամանակին են հանել գործից, մի րոպե, այս ինչ եղավ, ես եմ ուզում խոշորացնեմ, նայեք խաչ, խաչի վերևի փայտը չկա, Հələ Քրիստոսին նայեք դևի վիճակում,
մարմինը չգիտեմ ինչ իերոգլիֆները իրանց ռիտուալներն է, նայեք, էս էլ իրանց ցիրկուլն է։ Պարանն են ծասարկած, կախածա, ցիրկուլի տեսքով, Քրիստոսի գլխին էլ Մոշիախ Սադան են։ Նույն Քորլևոնի պատկերը, տարբերություն չկա, որ փոխելա։ Ու էսի գորում էր Մագդան Սադանայա, Մագդային չլսեք, էսա, նայեք, ժողովուրդ ջան։ Ես չեմ դուք եք, խաչի վերևի փայտն էլ չկա։ Գնացինք առաջ։ Էսի չեմ հիշում, Վանաձորում էր, թե Սյունիքում էր, Նիկոլը որ գնանց այնտեղ, նայեք, էսի իլյուզիաները, որ արել են պատերի, նայեք ինչ է եղել, նայեք, Սատան են, պատկերները, բաց է բաց, ժողովուրդ ջան, և բանից եմ խոսում, սա Աբրահամ Գասպարյանն է, ժողովուրդ ջան, պատերազմի ժամանակ, Գորբագորի ջրաղացին խո ջուր չեր լցնում, հաղթելու ենք, պրիմոյ տրանսլյացիայի մեջ, կապի մեջ էր մտնում արաբներին, նայոմնիկների շեֆի համարն ուներ, զանգում էր ուղիղ կապի մեջ, թե չփորձես ընդեղից մեկ էլ նայոմնիկ տրուպկեն չվերցրին, չպատասխանին, արաբերեն հաճում էր, որ էսա հարցեր լուծում է, էսի Աբրահամ Գասպարյանն է, հիմա նկարները ցույց կտամ, բանից բետար, Տատև Արցախից բետար, շաշկի վրա տրակվել է, նայեք ոնց է, իբր թե տրակվել է, նայեք, ահա, շորերը ճղեցին, բոզի շարը որ ասում են, հիմա շարունակեմ, էս էլ տամատ են երևի լծրե գլխին, էս կան հարուն, նայեք, էս կան հարուն, մազերի մեջ արուն չկա, նայեք, ահա, տագից է չռում, այսենց տագից չռում է ժողովուրդ ջան, ու սենց մուրուկին չի կպնում, սենց կողքով անցնում, ահա, նայեք, տամատը լծե, մազերը, նայեք, ահա, պատերազմի ժամանակ 44 օր, Լիկա Թումանյանը որ կա, ջհուդը, որ 2018 թվին ռադիոտան տնօրենն էր, հիշում եք 50 հոգով բոտասներով, որ մտան ռադիոտուն, ինքը ոչ խառնվել էր, ոչ բան, մի պետական կառույց стратегического назначения, почему-то մի հատ սապլячկայա տնօրենը, մտնում են, պետություն են գրավում, ինքը ոչ խառնվել էր, ոչ բան, ժողովուրդ ջան, ոստիկանն ու ԱԱԾ-ն էլ էդ 50 հոգուն չեն ցրում, հիշում եք, ահա, այս Աբրահամ Գասպարյանը, էդ Լիկա Թումանյանի հետ, ամբողջ 44 օր, որ ձեզ պիրիդաչեք էին ցույց տալիս, բանը, սլինի ագնյա, չգիտեմ ինչ, Արցախում կա հույրանոց ամենաթանկանոց, որի վարագույրները բաները, սաղ ես եմ պակրևալները կարել իմ ընտանիքով, Գրանդ Արցախա կոչվում, 44 օր, մարդիկ վիդեոն դրեցին, Լիկա Թումանյանի հետ Աբրահամ Գասպարյանը քեֆ են արել, տորտով, շամպանսկիով, երաժշտությունով, ամեն ձևով, մի երկու ռիպարտաժ ռոլիկները հանում գծում էին ու ամբողջ 44 օր Արցախում քեֆ էին անում, այդենց պայքարողներ, Բայդենը որ լավ ասեց, որ ընդունել է, որ եղերն է եղել, լավ սկսեց գրել, էսա բոլոր շտատները, Աֆրիկայով, բանով, սաղ արդեն այդ կողմերի պետությունները, էսա եղերնը կընդունեն, թուրքի մաման գլածացնենք, տեսակ ինչ են անում, բա որ ասում եմ սուտ ապոզիցիա, Էփշտեյնի ցուցակի դեմ, որ ելնեն սկսեն խոսալ, նայեք ինչա կատարվում, այդ ցուցակով իրանք էլ կելնեն ջրի երես, դրա համար սուս ձեն չկա, բա, էսի Պողոսյանն է,
Ահա, նայեք մազերի գույները։ Ահա, վերջերս էլ պրոշները լցրել ա։ Ես մի բան ասեմ, ինձ 1000 անգամ կներեք։ Ըստ օդում կախված լուրերի, պիտի ասեմ, ամոթս դնում եմ միան, քանի որ ազգային հարց ա։ Մարդկության ապրելու չապրելու հարց ա, ժողովուրդ ջան։ Պրոշները լցնում են, դոգի են վիդեոն տեսել եք, որ մինետն ավելի պրոֆեսիոնալ անեն։ Հասկացաք։ Այսի այդ իբր թե իրավաբան, ոչ մի իրավաբան ենք, ժողովուրդ ջան, ինձ Սասնա ծռերի մարդիկն ասել են, ինքը բացարձակ իրավաբանական կրթություն չունի։ Էս էլ հիշում եք անցած տարի արտաշատում էր, թե աշտարակում էր, արտաշատում էր կարծեմ, կատվին, որ դաժանաբար սպանել էին։ Կենտանիների պաշտպաններն են, նայեք, ահա, խնդրեմ։ Պողոսյանի հետի, դուք ստեղ հայ վաբշե տեսնում եք, սրա դեմ կնայեք։ Պողոսյանի գրուպերն է, խնդրեմ։ Կենտանիների պաշտպաններն են, ժողովուրդ ջան։ Պողոսյանի խումբն է։ Իմացաք Պողոսյանով է։ Վաու։ Եկանք հանրաճանաչ Արիաննա Հովսիպյանին հասանք։ Էսի յութուբից է, ես չգիտեմ, էս ինչ կերպար է ստեղ, նայեք, նայեք։ Ստորություն և խայդարգության վերջը, Արմենուհի Արիաննա Հովսիպյան, Լիլիթ Խաչատուրովա Հովակիմյան, ես չգիտեմ ես ինչեր են արել, յութուբի մեջ են, նայեք, ահա, խնդրեմ։ Սրանք ասկ պաշտպանողներն են, ժողովուրդ ջան։ Հիմա գնացինք առաջ։ Էսի իրան հիմավա նկարներն ա, որ դուք տեղը բերեկում մասին ա խոսքը։ Ահա։ Կրծքի նակոլկեն նայեք։ Այս նակոլկեն մեր ճակատագիրն ա, վիդիցիլ է որոշում, մեր համար պայքարում ա։ Մայրական իրավունքներից զրկված, ամուսինը տեղաշորում վրացու հետ բռնացրած, այս կեղտը լայվեր էր անում, որ հայ մայրերը երեխա չեն սիրում, զոյվածների մայրերը չեն ելնում, զոյվածների ծնողներ ելան, առաջ օրվանից ելան ասին չքաղաքանացնենք, իրանք փաստորեն եկավ պերսոնալ ունեն զոյվածների ծնողներին, որոնց երեխեքը ոչ զոյված են, ոչ էլ գերեզմանների մեջ են, օրը բարին գկա երաբլուրը քանդելու ենք, ուրեմն այս ելավ, գեյշայի խալատը հակած, այս հենց ապալ-թապալ ծոցերը ծածկած, ծածկում էր ու խոսում է, որ հայերը պարզվեց երեխա չեն սիրում, ցույցերի չեն ելնում, երեխեքներին Ալիևի փողերով ծախողներն ենք, հասկացաք, այսի մայրական իրավունքներից զրկվածը, ես հիմա ձեզ բաներ ցույց կտամ, դուք կզարմանաք, ժողովուրդ ջան, ձեր մազերը բիզ-բիզ կկայնեն, կներեք, որ հայ մայրերը սպասում են մեզ գան ռմբակոծեն մեր երեխեքներին, որ Ալիևը մեզի փող տա, հեսա ցույց տամ ես, ով ա խոսում, խնդրեմ, մի րոպե, շան բախտ ունի, ինչ կան դուրս ընկած կան ժողովուրդ ջան, սաղ քաղաքական դաշտում են, սաղ հրեաներ են,
Սա հայախոս հրյաներ են։ ԿԳԲ-ն նստավ գզին։ Չեն թողնում, որ ցույց տա։ Տեսեք ինչ այն։ Քծում է։ Ես ինչ կարևոր ֆրուկտ է իրանց համար։ Բա Էփշտինի ցուցակը իրանց հարմար չի Հայաստանում ջրերես ելնի։ Համբերեք ժողովուրդ ջան։ Մեկը պիտի բացեմ։ Մենակ չընկնենք ժողովուրդ ջան։ Սա Արիաննա Հովսիպյանն է, մեր ճակատագրով զբաղվողն է։ Խնդրեմ։ Տեսա՞ք։ Հիմա տեսեք, թե պոլբոքսը տեսնում եք։ Ջհուդ դեմքը տեսնում եք։ Զատո արդեն ինտերվյու է տալիս, քաղաքական գործիչ է։ Ճվերը բացող ստրիպտիզորշան։ Ընտրեմ։ Մատների բաները տեսնում եք։ Ահա։ Նայեք, կլուբներն են։ Դեմքը նայեք։ Գիտեք, թե բոտեքս բան սաղ սենց արել են, մարտատեսկ են ընդունել։ Խնդրեմ։ Նակոլկ են նայեք։ Վիճակը նայեք։ Սրանք, բա, ինտերվյու է տալիս, լուրջ կին է, հասկացող, քաղաքագետ, գեոպոլիտիկ, պոլիտիկ, էլ չգիտեմ ինչ, անալիտիկ, սաղ իրանք են, սաղ։ Խնդրեմ, ինչա գրե, կողեմ սաղից բերանը, նայեք, տեսակ, ալկաշին, դե նայեք, լավ նայեք հայեր ջան, Էփշտինի ցուցակն եմ ցույց տալիս, թե ովքեր են դեմ տալիս հայ ազգին, ով տարավ երեխեքների գլուխը կերավ, այ սրանք, նայեք, տեսակ, ու ես դուրս ընկածները ելնում են հայ մայրերի դժբախտության վրա, հայերին քծում են, փորձում են քծել թուրքերի ջվուդների ոտերի տակ, որ դրա համար են իրանք հաղթել, մենք զոմբի ժեխն ենք, զոմբիապետ ենք բերե, մենք խելք չունենք, նորից իրան վերընտրեցինք, խնդրեմ, ես պարվին նայեք, ջվուդ, Բաղրամյանի վրա հենց գորացի, սա դուրս ընկած բոզա, էսի ով է, ժողովուրդ ոնց են իզով թիզով կորում մի վարկյանում չգիտեմ, փախավ, ինձ սրանք ուր տեսնում են, փախնում են ժողովուրդ ջան, սրանք ինձ դրսում տեսնում են, փախնում են, խնդրեմ, նակոլկ են,
Նայեք ձերքերի ժեստերը։ Գորժ գայլերի ժեստը, խնդրեմ։ Գյոզերով իբր թե մատներով սենց խոսում ա ժեստիկուլյացիա նո, իրանք իրանց նշանները, նայեք, նշանները ոնց են ցույց տալիս։ Խնդրեմ։ Սա քաղաքական գործի չա։ Մեր հարցերն են լուծում դարերով հազարամյակներ եկած ազգի ճակատագիրն են լուծում, խնդրեմ։ Սրանք սաղ պարապված, վայ, ինտերվյու ա տալիս, լուրջ կին ա, Անժոյ Դուքյանում ա կարծեմ։ Կերբարը գիտեք ոնց են ստեղծել, ցույց տվեցի, չէ, մի կրծքի վրեն նա կոլկել, բա մյուս կրծքի վրա Սերժիգը միդալ ա խփում, նայեք Սերժի նկարներ, հələ ես չգիտեմ, ես քյոպագնովա առանց ամանչելու, ես դուրս ընգածին էնա, միդալ ա խփում կրծքին, Սերժիգի նկարներ նայեք, բայց ինչ կանա նման նաև Սերժիգին, նայեք, չեմ զարմանա, եթե իմանամ, ես էլ սրա բարեկամն ա, տեսակ ոնց են ձեզ խապում, կերբարներ ստեղծում, միդալ են կախում դոշին, մի դոշին նա կոլկայա, մյուս դոշին Սերժիկ միդալ ա խփում, որ ազգը խապեն, եսի ձեզի սենց ժողովուրդ ջան, գնացինք առաջ, Տրի մուշկետյորը, նայեք, նայեք ինչ կերբար են ստեղծել, բանտիկը, սառոչկե, պինժակը, եսի թուրկը, Բաբաևը, ոչ թե Բաբայան, այլ Բաբաև, նայեք, սենց, սա որ հաչում ա, նայեք, ստեղ դուք հայի դեմ կտեսնեք, նայեք, ռոժները, բա ոնց հայերին խապեն, Նիմնոգը նիմալը Սերժիկ սրան էլ կնգահետն ա նկարում, բա ժիլետկով, ձերը ջենտլմենավարի, Նիմնոգը նիմալը, Առաջի լեջի ձեռնաբռն է, տեսնում եք Սերժիկն, ոնց ա կերբարներ ստեղծում, սալիդն է, բա առաջի ղեկավարների հետ նա նստում ելնում, ուրեմն լուրջ մարդ ա, հեսա ցույց կտա, տես, խիստ սենց հարցեր ա լուծում, խնդրեմ, լեսրա մարմինը զզվել պիդաֆիլի, ոչ մուսկուլ կա, ոչ բան կա ժողովուրդը, լսրանցն է, էխք, խնդրեմ, ես իրական բանը, պատվերով էքսկորտը, են որը ասում են женщины тоже сейчас мужской стриптиз կա, мужчин по вызову, խնդրեմ, գիտեք չէ ոնց են բլոկում այս նկարները, երբ որ մի հատ Երվանդ, չեմ հիշում ազգանունը, առանց ատամների, որ խոսում էր, նկարները գրեցի, ասի, որ սենց նկարներ ունեք, Ալեն Սիմոնյանի կնկան նկարները դրեցիք, որ
Սեքսն по телефону занимается, որ գրզոյի հետ նկարված է, սրա նկարն է, ինչի առաջի օրվանից դուք չտարածեցիք, հայերն իմանան սրանք ով են, որ ելն են սրանց ջարդը տան, գիտեք տարածեցի, ուզեցի, ասի, ամոտը որն է, մի ամբողջ ազգ դրել են կոտորում են ամոտը որն է, հիմա որ ցույց ես տալիս ամոթ չի, բա գլխից ցույց տայր, մարդիկ հասկանային ինչա կատարվում, երեխեքն էլ չկոտորվեն, դուք ամանչում եք տվեք ես ցույց կտամ, ոչինչ ես ամոտս գտնեմ միան ազգը կփրկեմ, խնդրեմ, նայեք ում հետ նա, տեսակ, Արայք Արությունյանի խումբի մեջ է, ահա, են էլ Նիկոլագան շներն են, նայեք, սաղ իրար հետ են ժողովուրդը, տեսակ, փրվում են, պադամաշնիմ ուդում, խմում, ինչ ուզում ես անում են, տեսակ, Արայք Արությունյանի դեմն է հաչում, տեսակ, սաղ իրար հետ, տեսակ Սերժիկի կնգա հետ ոնց էր նկարվել, Եվ որ տարածեցի ես նկարները 3 անգամ էջերս ջարդեցին ու բլոկեցին այս նկարների համար, տեսան, որ վիզ դրած տարածում եմ, ելան վիդեո գցեցին, որ սա կինոների միջի պերսոնաժներն է, ոնց որ Թուրք Նիկոլն ասեց, որ են որ գրել է, որ արձան է ուզում բռնաբարել, Սեքսով չաբրած տղեկներին ա ուզում, սիրում ա բռնաբարել, դուք չեք էլ իմանում դա ինչ հաճույք է, այսինքն ինք լավ գիտի դա ինչ հաճույք է, Էլան բրիֆինգ արեցին, որ սա գրականության միջի գրել ա ոչը ընդամենը, սրա մասին էլ էլան խոսացին, որ կինոյի միջից է, կինոյի միջից չի ժողովուրդ ջան, այդ աղջիկը որ կա, իրան հետ նա եղել, կրվել են նկարները տարածել է, եթե կինոյի միջից է, ինչի չեք ասում, ինչ կինոյ է, ամբողջ կինոն նայենք, ասեք, Ռամաշկա Բաբայան, որ կինոն ես նկարվել, ասա տեսնենք, մենք ամբողջ ֆիլմը նայենք, գնացինք առաջ ժողովուրդ ջան, Էրեբունի թաղապետի, կարծեմ, փող թաղապետն է, խնդրեմ, Նիկոլի օրովա, դրսում է, նստարանի վրա է, խնդրեմ, դուք գիտեք մենակ ապոզիցիան է այդենց, ոչ մի սխալվեք ժողովուրդ ջան, ես էլ Քոչարյանի բարեկամն է, մաման հրյա է, Գովաբանում էր, որ մաման ռակ էր ընկե, Քոչարյանը օգնել է, ֆինանսավորել է, բուժվել է, ես էլ ինքն է, գիտեք ով է, Չախալյանի կուսակիցն է, կուսակցությունից է, խնդրեմ, Չախալյանը գնում է, մեգրելների տակն էլ խազերներն են թաքնված, ազերները, ժողովուրդ ջան, ջվուտները, գնում է ընտանիքը հավաքում ասենց, նկարվում է եկեղեցիում, իրանք էտենց են անում, նկարվում են ու տարածում են իբր թե իրանք հայ են, քրիստոնյա են, մի բան էլ ձեզ ասեմ, տոն օրերին, եկեղեցիական տոն օրերին, դուք քաղաքական գործիչներին հաստատ կտեսնեք, կուլտուրայի բնակավայրին, գալիս են այսենց մարտաշատ, որ իրանք շատ մարդ տեսնեն, որ իրանք գալիս են մոմ են վառում, որ մենք իմանանք էտենց Սերժ Թանգյանը 2010 թիվն էր, թե 2009 թիվն էր, գնացի Նորք Մարաշի Մայրամ Աստվածածինի օրն է, Սերժ Թանգյանն եկավ այնտեղ, 18 թիվ արեց, 2 տարի առաջ էլ վիդեոն տեսանք, ոնց է Հավանա Նագիլապարում Արցախը հանձնելուց հետո, 100 ամյակին
եղերն ու 100-ամյակին, են որ էլան տերմինալներով, բաներով կանցերտ տվեցին, ռոք կանցերտ տվեցին հրապարակում, $1,500,000 փող ա վերցրել, ամեն մի զոհվածի համար $1 փող ա վերցրել, այտենց բարի գործական կանցերտ ա տվել ինք, հասկացաք, ռոք կանցերտ, սադանիստների կանցերտը, ես էլ որ չելն են ասեն Մագդան սուտ ա խոսում, եսի Չախալյանը որ լավ տեսնեք, են էլ ենա, Իրան կուսակցության ակցիան ա ենում, ես էլ նատոյի դեմն ա, Էլինա Արաևնա, կարծեմ Միհրանյան ազգանունը, մենակ ես չի նկարը ժողովուրդ ջան, հեսա ցույց կտա, խնդրեմ, Էլինա Միհրանյան, լուր են, Էփշտեյնի ցուցակը չկա Հայաստանում, ինչա գրեմ, Дракон не любит систему, խնդրեմ, քաղաքական գործիչ, Չախալյանի կուսակցությունը, նիմնոգը մնիմալը քրիստոնյական կուսակցությունը, գիտեք, Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարում էր այդպես, սրանք Ստամբուլյան կոնվենցիայի դեմ էին պայքարում, թե սուտ պայքար տարան Էլանասին Նիկոլը գիշերա ստորագրեն, տվեք այդ ցուցակը, տվեք այդ փաստաթղթերը մեզ, մենք հարցերը լուծենք, խնդրեմ, Էլինա Միհրանյան, մի աչքն էլ փակել ա, նայեք, մեր ճակատագրով ովքեր են զբաղված, ժողովուրդ ջան, խնդրեմ, Քոչարյանի բարեկամն ա, ես էլ արդեն կերպարափոխվել ա, են էլ դագաղանունը, Անահիտ Ստիպանյանն, նայեք, այսենց միլավիդնի հայուի են իրանք, հասկացաք, Անահիտ Ստիպանյանի ու մնացած խումբի մասին էլ առանձին սիրիալ եմ անելու ժողովուրդ ջան, իրանց սաղի պատկերը ձեզ ցույց եմ տալու, որ հասկանաք ինչա կատարվում, դուք տեսնում եք ստեղ կայնած են մասոնները, ձերքերը տեսնում եք, այս հենց օղակ կայնում են, մեկը մյուսի ձեռն ա բռնում, այդ որ ասում են կրուգավայա պարուկը, սովետի վաղտվա խոսքը, կրուգավայա պարուկա, հասկացաք, գրաժդանսկի դոգովոր, հասկացաք, քաղաքացիական, քաղաքացիներն իրանք են, մենք քաղաքացի չենք, ես հողի տերն ու տիրականն ենք, ինձի քաղաքացիությունը կողեն իրանց հետևը, ինձ իրանց քաղաքացիությունը պետք չի, իմ պապերը ես հողերի վրա ծնվել են, ես երկրում ծնվել են, ես ես հողի տերն եմ, հայերին պետք չի քաղաքականություն տան, քաղաքացիություն տան, քաղաքացիական, իրավունք իրանք են, որ սաղ երկրները մտել են, մեկի տեղ 40 հատ պասպորտ են սարքել, բոլոր երկրներում իրանք քաղաքացիություն ունեն, ելնում են իրանց բոզերը, ամեն երկրի դրոշակը գցում են գլխին, չճանաչեն ովքեր են, դեմոկրատիան դրա համար են ստեղծել ժողովուրդ ջան, հիմա կասեմ այդ դեմոկրատիայի մասին էլ, խնդրեմ, սաղ իրար ձեռը, նայեք, ահա, նայեք, տեսակ նկարները, ոչինչ որ Չերչիլ, Ռուզվելտ, Ստալինն էլ են այսենց, խնդրեմ, Չերչիլ, Ռուզվելտ, Ստալին, пожалуйста, կրուգավայա պարուկը, սաղ իրար հետ, խնդրեմ, ես էլ Տրամպն ա, Տրամպի
Քարդողարն եկելա իբր թե Էփշտեյնի ցուցակի մեջ չկան, կնիկ երեխա են բերե, հայերին ասեն յո, էսի ընտանիքի տերը։ Եկելա ձեր ճակատագիրը լուծի, մյուս բոզերին տան մեր հողերը, Մեխրիբանին, որ բաճկեն ա անում, ամբողջ աշխարհը գիտի։ Դաուն տղեն է Ուկրաինայի ջվուտ պրոստիտուտկի հետ ամուսնանում։ Դե այստեղի պրոստիտուտկեն էլա խոսում ա, որ էտենց ավանդական ընտանիք հլը Հայաստանում չկա։ Ոչ էլ եղել ա, ինչ որ ինքն ու Նիկոլն ա։ Ըստ Լիա Ավետիսյանի, այն որ իրան գրականագետ, իսլեդովатель, չգիտես ինչ, դրա թեման առանցին գխոսամ ժողովուրդ ջան։ Ասել ա, մենց աղջիկը գրզոյից ա, երկրորդ աղջիկը Հունան Պողոսյանից ա, այն որ միլպեդեր ինչ զայրում արեր, որ Սյունիքի մարզպետ տվին, Արցախը հանցնեն, ելավ ասեց ես հայ եմ, չեմ դիմանում, գործից դուրս ելավ։ Գործն անում են, դուրս են ելնում։ Էս էլ, ահա, նայեք, նշաններ, Քիսոնա հանրաճանաչ։ Լֆիգե օբյեկտում, որ պարում էր։ Նույն Ռամաշկա Բաբաևի նման հոդվածը Ամերիկայում ուղագի կամպյուտերը ձերիցս տարան, այնտեղ է սահմանած այդ ինֆորմացիան ժողովուրդ ջան։ Նույն պատվերով գործանող զակազ են տալիս, գնում են իրանց ծախում են։ Ահա։ Էս էլ քրիստոնյայի դեր ա տանում, հավատացյալի։ Դե հիմա նայեք, էսի Հայաստանում են ժողովուրդ ջան։ Հուսիսային փողոտայում տարբեր ժամանակ այսենց այլասերվածները, հեսա Տաշիր Սամոյի օբյեկտնա, ներկև որ իջնում ենք Պատզեմկեն, էս է, տեսակ, լրոժներին նայեք, նաև Պալեստինան ծխելուց իրանց դրոշակով, որ իրանք հաղթել են։ Սրանց մասին անոնսան է, այսի, էսի ջվուդա ժողովուրդ ջան, բարի բուն իմաստությամբ գողա, նստած հելածա, առանցին գխոսա, զատին էսի բրիտանական ռեզիդենցիայից էր սկզբից լայվեր անում, պարումը տուրճկում էր, իբր թե արմենավեդա, չգիտեմ, էթնոգրաֆա, ահա, խնդրեմ, սրճարանում, բուղի գիրգը նստած, ճվերը բացած, ահա, մի օր էլ կարմիր լիֆով վաննայից հայ քրիստոնյության մասին լայվ էր անում։ Սրանով սահմանափակվեմ այսօր, ժողովուրդ ջան, ես այսենց բան եմ, սիրիալ եմ ձեզ ցույց տալու, բոլորի պատկերները ցույց եմ տալու, որ դուք հասկանաք, ինչի է լռում քաղաքական դաշտը Էփշտեյնի ցուցակի մասին։ Самое главное в итоге не выйти на самих себя։ Կաբացույցվի, որ Մագդան էսկան գոռում է, հայերովս էսկան աբացույցում ենք, սաղ ինֆորմացիան իրանց մասին տարածում ենք, կլնի, որ այն լկտիությունները, որ իմ մասին տարածում էին, այն քֆուրները, որ գրում էին, այո, ես կամկս հավաքեցի, գիտեի, որ նժարին դրված է հայոց ազգի ճակատագիրը, մեր երկրի ճակատագիրը, օրը բարին գկա, ես իրանց հետևների կաշին եմ անելու վրից, ես դեր դիմանում եմ ժողովուրդ ջան, ինձ պետք էր ամենակարևորը ճշմարտությունը հասցնել ժողովրդին, ինչա կատարվում։ Էփշտեյնի ցուցակը
աբացույցն ա, որ մենք հայերս ճիշտ ենք, ժողովուրդ ջան։ Հիմա ով իրավունք ունի այս այլասերվածները, մեր ճակատագիրը պիտի լուծե, 15 թիվն էլ են սրանք արել, ժողովուրդ։ Արցախի կռիվներն էլ են սրանք արել, երկրաշարժն էլ են սրանք արել։ Ինչ տեսնում եք, սով ու ցուրդը սրանք են արել։ Ես մի բան եմ կասկածում։ Խոջալում, որ ասում են, շատ հնարավոր ավելի մեր հայերին են կոտորել։ Որովհետև ջերմուկի հողերից, որ նախանցած տարի տվեց, ուղիղ 600 երեխա կոտորեցին։ Այն, որ գնում է Եռաբլուրում թաղումները, որ գաղտնի անում էին, նկարում էին, հարձակվում էին վրե, ժողովուրդ ջան։ Ես ուղիղ 600 հոգի Խոջալում են զոհվել։ Ես կասկածում եմ, որ էլի մեր հայերին են կոտորել։ Ոնց հիմա երեխեքներին գողանում են, ասում են հերն արել։ Սարկեցին, որ թուրքերն են զոհվել, մերոնց են, ու մի բան էլ եմ կասկածում։ Նկարները տեսել եք, որ դրել եմ սինագոգայի ռավինը, որ սյուննատ են արդեն անում։ Իբր թե 96 թվից, թե 98 թվից, չէ, 90 թվականներից, ոբշի իբր թե իրանք սաղ փախել էին, իրանց երեխեքներին սյուննատ չեն արել։ Պարզվեց իրանք սաղ ստեղ են։ Թուրքերն էլ չեն փախել։ Այս շրջանից այն շրջանն են գնացել, պասպորտները սաղին փոխեցին։ Մարդիկ չհասկացան, թե ինչ ա կատարվում։ Եթե իրանք ստեղ են եղել, ձեզ թվում ա երկու սերունդ իրանք սյուննատ չեն արել, այն սև ակռավի շենքը, որ քորը մենակով նստած ա սենց, Եռաբլուրին ա նայում, Ծիծեռնակաբերդին ա նայում, հագենում ա գավախկով, ով չգիտի, դժբախտության էներգիան, տանջանքի։ Մենք եթե անասուն ենք մորտում, լուբոյ հայը փորձում ա շուտ մորտի, որ կենտանին շատ չտանջվի։ Իրանք և կենտանուն են դաժանաբարի մորտում, և մարդկանց են էտենց դաժանաբարի մորտում։ Ես կասկածում եմ, բոլորս էլ գիտենք, որ սինագոգաների տակ պատվալներ կա, այնտեղ ռիտուալներ են անում, պարզվեց Էփշտեյնը մի հատ էլ կրեմատորիա ունի, պարզվեց։ Մարմիններ են այնտեղ վառել, որ հետքերը կորի, որ ապալ-թապալ երևի չեն կարողացել մսերը տանեն բոյնի, վառել են, հետքերը կորցրել են։ Ես կասկածում եմ, մեր Ծիծեռնակաբերդի այդ բանի տակ վերևից որ նայում եք, աչք կա, ժողովուրդ ջան, այս բաները որ կա, աչքերի միջի բիվերն է։ Այդ սաղ, այդ կրակն էլ դաժը, այդ ամենա այդ փոքր տոճկեն, վերևից որ նայում է, Ստրիլան 44 մետր ա, ներքև տեղ ունի, իբր թե կենցաղային այնտեղ մետրո են շարում, չգիտեմ ինչ։ Այդ Ծիծեռնակաբերդը արեցին, որ հայերի բերանը փակեն, այդ արձանը։ Սովետի միությանը ոչ մեկին այդ արտոնությունը տրված չի մենակ հայազգին։ Ինքը իրան տրաուրնի օրը նշում է հայազգը։ Էդի երբ որ 50-ամյակին 65 թվին հայությունն ելավ ոտի, հայերին այդ արձանը մեկ էլ ստորագրությունները հավաքեք Եղեռնում։ Արեցին, որ հայերը խաղաղվեն։ 65 թվից գնում են գլուխ ըմկաղ, ապրիլի 24-ին։ Ժողովուրդ, չգիտեմ, կասկածում եմ։ Էդի պատահական չեն սկսել են քանդել։ Իբր թե ռեմոնտ են անում։
Ես մտածում եմ, որ քորի տնից այդտեղ թունել կա։ Այդտեղ ռիտուալներ են անում։ Ինչքան մարդ ա կորել այս ընթացքում։ Շատ հնարավոր է, որ տարել են ծիծեռնակաբերդի տակ հենց տեղում ռիտուալ են արել։ Եվ իրանց սյուննատներն են այդտեղ արել։ Եվ այդտեղ ինչքան երեխա կա, կորած կամ մարդ կա, կորած, չգիտեմ, ժողովուրդ ջան, հասկացում եմ։ Օրը բարին գկա էդ էլ կիմանանք։ Գիշեր բարին ասուց, էս որ եկել ա, նույն այլասերվածն ա, բերել ա կնիկ երեխա, տեսեք էլի Գերտաստանով եկել ա, շատ նամուսով շատ, ով իրավունք ունի, թրիպ են խաղցնում, ինչ են, բա ուր են սասնա ծռերը, գոռում են Վիդրո-Վիլսոնի պայմանագրով Ամերիկան էս ասա հողերը ետ կդա մեզ, լուրջ, այնտեղից էլ դերասանություն են անում Թուրքիայի հետ վատ են էսա հողերը ետ կդան, լուրջ, ժողովուրդ ջան, կամուրջ տալ չկա, թող, եթե ավարտել են կամ ավարտում են, այդ կամուրջով պիտի վերադառնանք մեր եւ այս կողմ եւ այն կողմ, մեր հողերին տեր կայնենք, ոնց կլնի, ինչ կլնի, ձեզ որ հիմա տարածում են այս բանի համար Էփշտայնի ցուցակը, գիտեք ինչ են գծե, это Запад плохой, это Европа, Россия хорошая, Էսա Ռասիայի ցուցակներն էլ ցույց տամ Էփշտայնի։ Այս դերն են տանում նորից Ռուսաստան, Ամերիկա, Զապադ, իբր թե Ռուսաստանը քրիստոնյա է, Զապադն է սենցը, սախ նույն զիբիլն են ժողովուրդ ջան։ Ձեզ հիմա ֆռցնում են, գիտեք ինչ են, այն որ Կասատոնով են, ասեցի ջվուդա հարցակվել են վրես։ Ուրեմն դեր են տանում հիմա։ Եթե ելնեք սատանիստների դեմ, ուրեմն չեք հավատում ասում, բա, սպասեք Աստվածն ինք ամեն ինչը կանի։ Հասկացաք, ժողովուրդի զայրույթը, ես չգիտեմ, այդ ցուցակն իրոք իրար մեջ հաշիվներ ունեն, մեկը մյուսին նադուն քծին, մտածեցին քծին, որ կարևոր հարցերից մեզ շեղեն, այդ դերը տանեն Ռուսաստանը լավա, Զապադը վատա, չգիտեմ, Աստվածն են հենց արեց, որ այդ ցուցակը լավ ջրերես, կատողիկոսի մսերն են ծամում, լավ որ բոզը սաղ իրանք են, մարտակերն են իրանք, բոզն են իրանք, պիդաֆիլն են իրանք, սաղ իրանք են։ Հիմա պետք է ինչ անեն, սպասեք Աստվածը կանի, մենք ասու զավակներն ենք և զինվորներ ժողովուրդ ջան։ Իրանք մի կես տարի առաջ ռոլիկ իրանց ամենաեղիդնի Фенхел Равին ասեց, у нас есть такое оружие лазерное, мы сожжем армию Бога. Армия Бога это мы. Լազերը ստեղծել ենք մենք, տվել են Իսրայելին։ Հայ երեխեքը բիսպիլոտնիկ են հորինում, Հայաստան բիսպիլոտնիկ չունի, թուրք անգրագետը բիսպիլոտնիկով գալիս է մեզ է խփում։ Հասկացաք, որ ինչ ունենք, սաղ տալիս են։ Армия Бога это мы, ժողովուրդ ջան։ Մեզ են ուզում ոչնչացնել, մենք սպասելու չունենք, մենք չպիտի թողենք, խնդրեմ, ում ես պարտվում հայաց, սրան ես ուզում, այս կեղդերն են, ժողովուրդ ջան, մենք իրավունք չունենք պարտվելու։ Բա Վուդրո Վիլսոնի պայմանագիրը, որ Սասնա ծռերը, բևերները քարոզ են կարտում,
ոնց դարձավ Տրամպի կամուրջ։ Բա ըստ Սասնա ու մնացածներին, որ էսա հողերը ետ կդան։ Մի պայմանագիր, որ ուժի մեջ չի մտե, ձեզ խապում են, որ ուժը չի կորցրե։ Էսա այս թղթով սաղ կդան։ Ուժը ոնց կարա չկորցնի են, ինչ որ ընդհանրապես ուժ չի ստացել, այդ փաստաթուղթը, ժողովուրդ ջան։ Մենք կամուրջ տալու չունենք։ Այնա վիդեոների տակ նստի գրում են. Добро пожаловать Ամերիկա в Արմենիա, յա լուրջ, գլխավոր բոզերը ցեն եկել։ Սրան էլ ցույց տամ, ժողովուրդ ջան, էս էլ նայեք, խնդրեմ։ Ռուսաստանը ցուցակի մեջ չկա իբրթե։ Вот, список Эпштейна. Мария Захерова с французским послом. Не где-нибудь. На столе Министерства иностранных дел, на фоне портрета Путина. Вот. Вот вам и список Эпштейна. Так что пусть не пытаются разыгрывать спектакль, что Россия христианская, там списка Эпштейна нет. Америка только это Запад извращенный. Вы везде, евреи, извращенцы, захватили власть. От вас нужно избавлять весь мир. Եղավ ժողովուրդ ջան, շնորհակալություն, գիշեր բարի։